Կենտրոն հեռուստաընկերությունը և Drive Media-ն ներկայացնում են։ Arvanerun Zerni enge parvanerun Karmir khanzortan parslerun Zevan parot parvanerun Jurni enge arvanerun Zerni enge parvanerun Karmir khanzortan Մեկ 12-րդ դարը Մխիթար Գոշը երբ 5 գետիկը ավերվեց, Մխիթար Գոշը տեղափոխվեց, այստեղ լինելով Զաքարյան իշխանների խոստովանահայր, նա եկեղեցու կառուցման տեղ որոնեց։ Եվ Զաքարյանների թույլտվությամբ նա պատմական Տանձոտաձոր կոչվող վայրը այստեղ 1191 թվականին ստեղծեց եկեղեցին։ Երբ եկավ այստեղ Մխիթար Գոշը, մի քանի փոքր ընտանիքներ կային, այստեղ գյուղ կար ոնց որ։ Դեր ժամանակվա գյուղերը sense մեծ չեն եղել, ասենք 30 տունը, 20 տունը, բանը գյուղ է կոչվել։ Ու Գոշի օրոք կառուցվել է 1191-96 թվականին կառուցվել Աստվածածին եկեղեցին, 1197-1203 թվականին Գավիթն է կառուցվել Մխիթար Գոշի օրոք։ Կառուցելով այդ շինությունները Մխիթար Գոշը ստեղծում է համալսարան, որը ուներ 12 ներկայիս լեքսիկոնով ասած ուներ 12 ֆակուլտետ, որից 3-ը օտար լեզուներ էին անցնում։ Ու բավականին խոշոր գիտնականներ, ասենք քաղաքական գործիչներ, կրոնական գործիչներ, պատմաբաններ ավարտել են այս համալսարանը։ Կիրակոս Գանձակեցին, Վարդան Արևելցին, Տավուշեցի եւ շատ ուրիշներ, ուրեմն այնքան բարձր էր համալսարանի հեղինակությունը, որ այստեղ սովորողները նաեւ Կիլիկյան Հայաստանից էին գալիս, սովորել էին այս համալսարանը, ստանան վարդապետության աշճան, մեկը իրանց ասենք բնակավայրերը որտեղից եկել են, հիմնում դպրոցներ, ու հարստացնում հայ մշակույթի ավանդները, զարգացնում են հայ մշակույթի ավանդները։ Եկեղեցին միջև երևի քիչ թե շատ գործել է միջև հեղափոխության շրջանը, դեռ հոգևորականներ ունեցել են։ Պարզա սովետի ժամանակ եկեղեցին վերածվեց բանի պահեստի եւ դրա շնորհիվ պաշտպանվեց եւ բացի դրա շնորհիվ պաշտպանվելը ուրեմն դերևը Մխիթար Գոշի բնակարանն ա եղել Սուրբ Գևորգ եկեղեցին, որ հետագայում իրան մայից հետ իր աշակերտները կառուցել են այդ եկեղեցին 1254 թվականին, ավելի վերև Գավիթ բանը Մխիթար Գոշի դամբարանն է։ Ուրեմն 36 թվականին տեղի բոլշևիկյան կուսակցության քարտուղարը
քանդում ամախիթար գոշի բանը դամբարանը եւ փոխ իրան համար բնակարան կառուցին։ Հենց ընտանիքով հավաքն են ներս կայծակը խփում ընտանիքին վերացնում։ Դե դա չեմ ասա մասու պատիժեր կամ բան, դա զուգադիպություն էր ես կասեի, հա, եւ դա վախ առաջացրեց բոլշևիկների մոտ, արդեն հարյուրավոր խաչքարեր էին թաղել, կոտրատել, բան, ու արդեն եկեղեցին էին ավերում։ Այդ հենց այդ դիպվածը փրկեց եկեղեցին, նրանք չավերեցին եկեղեցին, վախեցան, դրա շնորհիվ այս եկեղեցին մնաց։ Koçere barnak, etan tavizu eremaye darnak. Elektere gelin koçere batsek, hasek Moskovu eremaye datsek. Koçere barnak, etan tavizu eremaye darnak. Ուրեմն լիճը ըստ ուսումնասիրությունների 500,000 տարեկան եղել է հայոց թագավորների ամառանոցն ու որսատեղին։ Պատմականորեն կոչվել է տզրկացով, հա, եւ այնտեղ կան իրոք, այնտեղ եկեղեցու հետքեր կան, մեծ շինությունների հետքեր կան, տնատեղի հետքեր կան, ահագին տնատեղ, բայց չի ուսումնասիրված, դեռ չի պեղված։ Ասեն որ գոշի տարածքը ընդհանրապես Տավուշի մարզը շատ քիչ է պեղվել։ Եվ եթե ասենք այդ պեղումները, որ ես ասեցի անհայտ գրեր են գտել, ես որ ասեցի ասենք մարդկային այդ տարիքի գանգ են գտել, բնական է։ Այդտեղ կան, ասենք, դամբարանադաշտեր, որ մենք գաղտնի ենք պահամ, շատ մեծ քանակությամբ դամբարանադաշտեր կա, քարայրեր ունենք չուսումնասիրված, վերջը այնքան չուսումնասիրված մենք տարածքներ ունենք, որը սպասում է հնագետների գալուն, հնագետների ձեռքին է սպասում, բայց ինչ արած, այսօրվա մեր պետությունը հնարավորությունները չունի, այդքան ավերված եկեղեցիներն իրանք են սարքան։ Անձամբ ես խնդրեցի բանը մեր նախկին ներքին գործերի նախարար Բովոս Գասպարյանին, այդ ապակե գմբեթը ինքը դրեց, այդ ներսի բաները, սալահատակնին ինքը կատարեց, ինքը այդ մարդ արեց։ Նա հետագայում ուզեցա փոխի այդ ապակիները քարի բանի ուզեցա փոխի, այնտեղ ինչ որ մշակույթի նախարարի հենց այդ հասմիկի հետ ինչ որ խնդիրներ առաջացան, բանավոր, չգիտեմ ես ինչ էր, չեմ կարող ասեմ ինչ խնդիրներ առաջացան, ու այդպես էլ մնաց։ This trip I've been here almost Այս անգամ գոշում եմ արդեն 5-րդ ամիսը, իսկ անցած տարի մնացել եմ այստեղ մոտ 4 ամիս։ Պասիվ հանգիստ է այստեղ հիմնականում, գալիս են ավելի շատ հանգստանալու, բնությունը վայելելու, օդը, մաքուր օդը, քայլելու, քայլարշավներ են շատ կազմակերպվում գյուղում, դեպի Գոշի լիճ, դեպի Ճերմակավանք, Աղավնավանք, կազմակերպվում են քայլարշավներ, թե ջիպինգներով, լինում են, շատ են լինում այստեղ վրանային, գալիս են, գիշերը մնում են, եղել է որ կեսը այստեղ մեր հյուրանոցում են մնացել, կեսը տղամարդիկ գնացել են այնտեղ վրաններում են մնացել։
Armenia, I've been to Vanadzor. Հայաստանում ես եղել եմ Վանաձորում եւ Լոռիի ամբողջ տարածքում, եղել եմ Տաթևի վանքում, Սևանում։ Բոլորի անունները չեմ հիշի, բայց շատ վայրերում եմ եղել Հայաստանում։ Էջմիածնում, Գառնիում, իսկ սեպտեմբերի վերջ գնալու եմ Գորիս, այնտեղ լինելու է կրկեսի փառատոն, որը մենք կազմակերպում ենք Գորիսի երեխաների համար։ For the children of Goris. Yes. Դե գյուղատնտեսությունը կզարգանա, մեր հողերը անջրտի հողեր են։ Մշածս այդ 137 հեկտարը մի հեկտար անգամ չի ջրվում։ Իսկ հողը հոգնում է, հողը 30 սանտիմետր տարին 12 ամիս են շրջի։ Ես 94-ին 7 թվականին եղել եմ Գոշի գյուղապետը, առաջին գյուղապետն եմ եղել։ Ուրեմն ոչ մի սանտիմետր հող չկար, բոլորը մշակում էին։ Այսօր մի քանի քառակուսի մետր հող է մշակում, կարող է ասել այդքանից մի կարող է 2 հեկտար հող հազի մշակվի։ Որովհետև բերք չեն ստանում մարդիկ, հողը ջրտի չի, հողը հոգնել է, պետք է ջուր լինի, իսկ մենք շատ ջրեր ունենք, մենք շատ ջուր ունենք, այսպես ուրիշ շրջանների հետ համեմատած բան ասենք, ես որ սա Հայաստանը ման եմ եկել, մանրի ամեն տեղ եղել եմ, մենք փառք ենք, մենք շատ ջուր ունենք։ Այդ գանգը ուրեմն դամբարանի եզրը անձրևած ջրերը սելավը բացել էր։ Այդ գանգը վերցրեցինք մեր այդ հետո ուշադրություն դարձրեցի, տեսա ժայռա, բեկորների վրա բան կա, գրեր կա։ Ուրեմն սոխոզի ժամանակ միլիորացիա էին արել, ահագին փչացրել էին։ Այդ երկու բանը, այդ երկու ժայռակտորը ինչ որ մի թափան պաշտպանվել էր։ Վերևն է, բայց ահագին վերև է, մի 3 կիլոմետր դաշտում է։ Այդ գրերը կարող եք տեսնել, կարող եք նկարել, իհարկե որտեղը ու դուք ուրիշի չասեք, որովհետև դրա տեղը իմանա ոսկեխոզին վրացքանդեն կավեր են այնտեղ, որովհետև այդ տարածքը մեծ քանակության դամբարանադաշտեր գոյություն ունի։ Եվ հենց այդ դամբարանադաշտի մեկից այդ գանգը կթանք, թանգարանից բերեցի, որ չկողանան տանը։ 22 տարեկան տղայի գանգը։